Բարև ձեզ, այսօրվա մեր հաղորդման շրջանակներում խոսեցինք 44-օրյա պատերազմի մասնակից Հրաչ Մովսիսյանի հետ, ով ծառայել էր ուսումնական զորամասում, պատմեց իրենց ռազմական գործողությունների մասին, ներկայացրեց պատերազմի հոգեբանական իրավիճակը, ինչպես նաև խոսեցինք ազգային արժեքների և գաղափարախոսությունների մասին, այսօրվա հարցազրույցը ավելի բովանդակային ստացվեց։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեզ դիտողներին, ցանկանամ նշել նաև բաժանորդագրվեք մեր ինստագրամյան և յութուբյան ալիքներին, հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար։ Բարև ձեզ, Նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որի ընթացքում հյուրընկալել ենք 44-օրյա պատերազմի մասնակից Հրաչ Մովսիսյանին։ Ողջույն Հրաչ։ Ողջույն Սարգիս ջան։ Ողջույն Հրաչ ջան, ես էլ եմ շնորհակալություն հայտնում մեր հաղորդաշարին հյուրընկալվելու համար։ Հիմա կսկսենք զրուցել քեզ հետ քո անցած զինվորական ծառայության, մասնակցած մարտական գործողությունների վերաբերյալ։ Մինչև այս էլ մեր հյուրերի հետ շատ հետաքրքիր պատմությունների շուրջ զրուցել ենք, քննարկել ենք իրենց կարծիքները ընդհանուր առմամբ պատերազմի զինվորական ծառայության մասին։ Սկզբի համար կուզենք նախ մի հատ քո կարծիքն էլ իմանանք ընդհանուր զինվորական ծառայության, դրանից հետո նոր կսկսենք ավելի շատ պատերազմից խոսալ։ Բարի, ես էլ եմ ողջունում, շնորհակալ եմ հյուրընկալման համար, դիտել եմ նախորդ վիդեոները, որոնք որ հեռարձակել եք, շատ լավ գործ եք անում, ողջունում եմ, ինչքան շատ խոսենք առհասարակ այս թեմայից, ինչքան անհրաժեշտ չլինի անգամ մեզ համար, հետագա սերնդի համար շատ անհրաժեշտ է լինելու, ոնց որ այսօր մենք հետ հայացքով նայում ենք մեր մեծերի 90-ականների անցած ճանապարհին։ Ողջունում եմ։ Հենց մենք առաջի հաղորդմանն էլ հենց այդ գաղափարն էլ ենք դրել, որ թե սերունդները, թե մեզանից առաջ կրվածները իմանան այս պատերազմի հիմնական չբացահայտված դրվագների մասին, զինվորների մասին։ Ինչ վարժում ես ծառայել սկզբնական հատվածում, հետո ոնց է դասավորվել ծառայությունը։ Վարժ զինվորական տերմինով որ ասենք թե ես որտեղ եմ ծառայել եմ դիվիզիոնում, մարտկոցում, հրետանային, մասնագիտությամբ հետախույզ առաջափող եմ եղել, սկզբից մինչև վերջ։ Ինչ է իրանից ենթադրում այդ մասնագիտությունը։ Հրետանում հետախուզությունն է սպասարկում ու նաև կրակի կառավարումը, այսինքն նշանակետերը, որոնք որ պետք է խոցվեն, դրանց տվյալներն է փոխանցվում կրակային դիրք, այնուհետև հրետանին ըստ այդմ կատարում է իր կրակը։ Այսինքն դու հիմնական հաշվարկից առանձին ես աշխատում։ Հա, հիմնական հաշվարկ չի լինում, լինում է կրակային դիրք ու լինում է հետախուզական դիրք։ Քոնը հենց հետախուզականն է։ Հիմա հա, հետախուզականն է եղել, որով էլ 5 ամիս ուսումնականում դրա վրա ես։ Ուսումնականում չեմ ծառայել եմ բայվոյ ստորաբաժանումում, որտեղ որ սովորական ծառայությունն է իր ընթացակարգով, տարբերությունը ուսումնականից կայանում է նրանում, որ ուսումնականում հիմնականում հրամանատարներ են պատրաստվում ջոկերի, իսկ մեր ստորաբաժանումում ունես քո հստակ հաստիքը ու դու սովորում ես քո հաստիքի շրջանակներում։ Հետագայում եթե անհրաժեշտություն է լինում, արդեն պաշտոնի բարձրացում է լինում։ Ծառայությանը հարմարվելու process-ը ինչքան է տևել քո մոտ։ Ծառայությանը հարմարվելը շատ սահուն անցում է եղել, ինչի համար իր նախապատմություն ունի, որովհետև մենք մինչև բանակ գնալը շատ առնչություններ ենք ունեցել մեր մեծերի հետ շփումով, առհասարակ բանակի հետ կապված շփումով, շատ արտասովոր չի եղել ու սահմանամերձ գյուղում ապրելու առանձնահատկությունն է, էլի հենց չէ։ 22 թվից է սահմանամերձ դարձել, այն ժամանակ էլ վճարը կար։ Հանգամանքներում ես այդ խնդրի հետ առնչվել։ Հանգամանքներում, որ մեր մեծերը մեզ դաստիարակում էին, որ եթե տղա ես, բանակի համար ես նախ եւ առաջին, հայրենիքի համար ես, հետո նոր կանրադառնաս մնացած հարցերին։ Դրա համար մեր մոտ մենք մարտական իմաստով դեռ 14-15 տարեկանում արդեն պատրաստի էինք, էլի ճիշտ է, փորձի միջով չէինք անցել, բայց հնարավորինս տեղյակ էինք օրինակ զենքից կամ կրակելուց կամ
առասարակ ոնց զորամասերին, մարտական զորամասերին մոտիկ ապրելն էլ է էլի տեղի մարդկանց բնաբանի վրա, հոգեբանության վրա ազդում։ Ձեր մոտից հիմնական զորամաս շատ մոտիկ է, չէ՞ ճանապարհը։ Ну, հա, մոտիկ է, շատ ճիշտ եք նկատում, որ այն գյուղերում կամ քաղաքներում, որտեղ որ զորամասեր են լինում ու կողքի բնակչությունը կապված են լինում զորամասին։ Ես որտեղ էլ ծառայություն էի ասում, մեր կողքի հիմնական հարևաններին սաղին դեմքով արդեն սկսել են ճանաչել։ Մեզ կանչում էին դաժե իրանց տուն հաց էին տալիս լրիվ պատահական իրավիճակում։ Հա, դա մեր ժողովրդի շատ առանձնահատուկ վերաբերմունքն է մեր բանակին։ Ցանկացած մարդ, ով տեսնում է զինվորական հագուստ, միանշանակ էմոցիոնալ ու գիտակցական մեծ կապ է տեսնում իր հետ։ Դրա պատճառով էլ մարդիկ միշտ ցանկություն ունեն հանուն բանակի ինչ որ բաներ անել, էլի, անկախ նրանից կլինի մի փոքր կանֆետ, թե չգիտեմ։ Իսկ ուսումնական զորամասից հետո որտեղ շարունակեցիր ծառայես։ Զորամասից հետո ոչ մի տեղ մնացել եմ 2 տարի ծառայել եմ այդ զորամասում, բայց ունեցել ենք հնարավորություններ դուրս գալու զորամասի տարածքից հիմնականում ուսումնական իմաստով, դե հետագայում արդեն պատերազմի իմաստով։ Այսինքն պաստայանկա ես էլ եղել զինվորական լեզվով ասեմ։ Հա, մշտական եմ քաշել, 2 տարի ծառայել եմ այդ զորամասում։ Պատերազմի սկիզբը ինչպես է դասավորվել, որ արդեն առաջնագիծ եք տեղափոխվել։ Պատերազմի սկիզբը, որ հիշում եմ, մենք բանում էինք, ճաշարանում էինք, նու մինչև 27-ի առավոտն է ստացվում։ 27-ի առավոտը։ Այդ պետքա շեշտենք էլի, որտեղ մեր հյուրերի համար հատուկ մենք նշում ենք, օրինակ ձեր մոտ ոնց եղել հենց 27-ի առավոտը, ամեն մեկը իր այդտենց յուրօրինակ պատմությունը պատմել է, հիմա քոնը կլսենք արդեն։ 27-ի առավոտը մենք ճաշարանում էինք, ես հիշում եմ, որ մեր մարտական գծով տեղակալը միանգամից ասեց, բաց հենց վիճակ կա ու կեսս հաց էինք կերել, կեսը չէինք հասցրել հաց ուտեինք։ Մանավանդ Կիրակի էր, մի քիչ Հա, Կիրակի էր, մի քիչ հանգիստ վիճակ էր, բայց այն միտքը, որ կռիվա սկսվել ու դու այն մարդն ես, ով որ ուղիղ կապ ունի այդ ամեն ինչի հետ, ոչ կամավոր պիտի գնաս ոչ բան, այլ հենց առաջինը քեզ է հասնելու այդ հրամանը, որ պիտի գնաս։ Այդ միանգամից մեր մեջ ոչ թե տագնապ, որը հենց տենց հնչում է տագնապ են տալիս բարձրացեք, այլ ոգևորություն էր, որովհետև այն գաղափարները, որոնք որ կար մեր ուղեղում ու մտքերը, դրանք միմիայն հակառակորդի տարածք մտնելն էր, չնայած որ եթե այդպեսին համարենք տարածք, էլի մեր պատմական հողերն էին գնալու, էլի ուրիշ տեղ չէին գնալու։ Այդ մտքով էր ու դա ոգևորություն էր առաջացնում ու այդ ոգևորությունը միայն ժպիտ էր պարգևում, որովհետև գիտեիր, քեզ հնարավորություն է տրվել օրինակ Շահումյանի շրջանը ամբողջովին հետ վերադարձնելու կամ դաշտային Արցախին անդրադառնալու այդ հարցին։ Իսկ պատերազմին ու ռազմական գործողություններին ներգրավվելը արդեն որ օրվանից է եղել ու ոնց է դասավորվել։ Դե քանի որ Երևանից պիտի տեղափոխվեինք, դա ժամանակի խնդիր էր, ամսի 29-ի գիշեր լույսի 30-ին մենք արդեն եղել ենք մարտական դիրքում ու ներգրաված ենք եղել մարտական գործողությունների մեջ։ Ոնց էր ընդհանրապես ձեր ուսումնական զորամասից բոլորին պարտադիր տանում էին, թե ցանկացողներ կային, որոնք հրաժարվում էին մեկնել, թե պարզավոր իրանց դեռ ժամկետը չէր լրացել, պետքա իրանք մնային, պատրաստվեին, տիրապետեին հրետանուն, ոնց էր այդ վիճակը։ Դե մեզ որպես օգնական ուժ, գիտեք, բանում զինվորական ստորաբաժանումը իր հաստիքային ցուցակը ունի ու մենք այդքան մեծ բան չունենք, զորք չունենք, որ ինքը ամբողջովին լրացրած լինի։ Դրա համար մեզ այդ ժամանակ միանում էր ուսումնական ստորաբաժանումներից զինվորներ։ Հա, մեզ հետ եղել են մոտ 30 հոգի, ովքեր որ 3 ամսվա ժամկետային ծառայող էին, ովքեր եկել էին ուսումնական զորամաս, որ սովորեին, գնային իրենց հիմնական զորամասները։ Մինչև 27-ի սկսվելը տեղի ունեցավ, գիշեք Տավուշյան դեպքերը ու Տավուշյան դեպքերի ժամանակ ամբողջ դե մեր պաշտպանությունը պիտի հուլիսներ, չէ՞, 20 թվականի հուլիսը։ Հուլիսի վերջ, հա, օգոստոս ամսվա մեջ էր։ Այդ ընթացքում դե մենք էլ արդեն մարտական
անհրաժեշտությունից ելնելով տեղափոխվել էինք պաշտպանելու Երասխավանի հատվածը, ու այդ ժամանակ, եթե կհիշեք, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն էին անում, մենք անմիջապես դրա հսկողությամբ էինք, այսպես ասած, զբաղվում, ու այդ տեղի էր ունենում Սիսի լանջին, Սիս լեռան լանջին, Ձեր մոտից անգամ տեսանելի էր։ անզեն աչքով տեսանելի էր, ու այն միտքը թե կամ այն թեզը, որ ոչ մեկ չի իմացել պատերազմի մասին, դա միանշանակ ու անիմաստ է խոսել դրա մասին, ոնց կարելի է չիմանալ դրա մասին, անգամ շարքային զինվորը պատկերացում ունի շատ մեծ ռազմական կամ զինվորական գիտելիք անհրաժեշտ չի հասկանալու պատերազմ սկսվելու է, թե չէ։ Չնայած որ ես կարծում եմ մեր ժողովուրդը այն հոգեբանական վիճակում էր, որ ամեն պահի էլ սպասում էին, հատկապես 16 թվականից հետո։ Այդ ժամանակ մենք հետախուզում էինք ու իրանք գյուղ ունեն Երասխից հետո Հեյդարաբադը ու Սատարակը։ Հետաքրքիր բան էին անում իհարկե թուրքերն ու ադրբեջանցիք ի վնաս մեզ, դա այն էր, որ իրանք ցույց էին տալիս իբրև թե Թուրքիան որ իր տեխնիկան է բերել, Ադրբեջանը իր տեխնիկան, Թուրքիան հետ է տանում իր մոտ, Ադրբեջանը իր մոտ, բայց այդ ընթացքում ծխապատում էին գյուղը օրվա որոշակի ժամանակում ու Թուրքիան, որը որ բերել էր իր տեխնիկան իբրև թե զորավարժության, միանգամից ներխուժում էր Ադրբեջանի տարածք։ Այդ մեկ ֆունդամենտալ բան էր, տեղեկություն էր, որը որ ուրիշ ենթադրություն չուներ, հաստատ դա այդ զենքը չէր տեղափոխվում Ադրբեջան, չգիտեմ։ Պատրաստվում էին, էլի, պատրաստվում էին։ Այսինքն փաստացի Նախիջևանի տարածքին տեղափոխում, որի հնարավորության դեպքում Սյունիքից էլ միանշանակ Սյունիքից կամ չի կարա հերկվի այն փաստը, որ կարա այդ տեխնիկան նաև հասնի Բաքու կամ Գանձակի շրջան, օրինակ, ու Քարվաճառի դեմ կռված լինի այդ զորքը ու բանը, տեխնիկան։ Այսինքն պատերազմի մասին այդ միֆերը, որ ոչ մեկ չիմացավ, ոչ մեկ տեղյակ չէր ու միանգամից եղավ այդ ամեն ինչը, դա շատ պրիմիտիվ ու կարծում եմ շատ այլ նպատակ հետապնդող թեզ է։ Արցախի հանրապետությունում արդեն 1-2 օր առաջ հստակ կար արձանագրված, որ պատերազմը արդեն մոտ է սկսել։ Ես դա ասում եմ Հայաստանի սահմանի վերաբերյալ, չհաշված կարծում եմ, որ Արցախի ծառայողները, չնայած որ ընկերներ էլ ունեմ, ում հետ որ քննարկել ենք այդ թեման, դա պարզել բոլորի համար, որ սկսվելու է։ Նաև այլ հարց է, թե ինչի համար տեղյակ չէին, եթե այտենց օրինակ մտահոգ էին մեր ժողովրդի մասին, որ չիմանան, խուճապի չմատնվեն, դա այլ հարց է, չնայած որ այդ հարցին այլ ձև կարելի է վերաբերվել, կարելի է ոչ թե մտածել, որ ժողովուրդը խուճապի կմատնվի, այլ ժողովրդի հնարավորությունն է մոբիլիզացնելու այդ 2 օրվա կամ 3 օրվա ընթացքում ավելի ոգեկոչելու այն գաղափարները, որոնք որ սկզբում նշեցի, օրինակ դաշտային Արցախի թեման։ Շատ լավ։ Ոնց է սկսվել քո մարտական ուղին, որտեղից, ոնց շարունակվեց, հաջողություններից, անհաջողություններից տենց պատմես։ Դե կարծում եմ հաջողության մասին ընդհանրապես խոսք չենք կարա տանենք, անհաջողությունների մասին կարանք խոսք տանենք, որը շատ ցավալի է, միշտ այս պահին ամենայն դեպս ես նախանձով եմ նայում 90-ականների սերնդին, ովքեր որ վայելեցին են մեծ բերկրանքն ու երջանկությունը, որ թեկուզ անգամ 1 մետր իրենց պապական հողից Հայաստանին, ազատագրեցին, իսկ մեզ բաժին ընկավ պարտության խարանը, որը որ փեչատի նման դաջված է էլի մեր սերնդի վրա։ Անհաջողությունների մասին երևի, այս ամեն ինչը անհաջողությունների մասին էր ու պարտության մասին էր, բայց մի բան էլ կա, որ այդ պարտության մեջ ապրելը սխալ կլինի, այսինքն մեր թե ինքնագնահատականը, թե ինքնագիտակցումը կիչացնենք ու կստացվի, որ ուրանում կամ մոռանում ենք մեր անցյալը, բայց այս վիճակով չի կարելի, այսինքն ինչքան մենք խնդիրներ ունենք ու կարանք անգամ մեզ ծնկած տեսնենք, միանշանակ կա ոտքը բարձրացնելու ու մեջքը ուղղելու հնարավորություն, դա խոսում է թե մեր պատմությունը, թե այսօրվա օրը։ Ցանկացած հարցի վերաբերյալ, երբ որ հավաքական ու միասնական կամք ենք դրսևորում ազգային իմաստով, այդ հարցերին տեսնում ենք, թե ինչ արձագանքներ է լինում։
օրինակ մեր վերջերս ապրիլի 24-ն էր ցեղասպանության վերաբերյալ հարցերին, երբ որ մենք միասնական ու հավաքական կամք ենք դրսևորել, միանշանակ այլ պետությունները կամ այլ ժողովուրդները հասկացել ու հաշվի են նստել մեր հետ։ Մեկ էլ մի բան շատ հուզում է այդ քաղաքական ու բարոյական դաշտը։ Ես կարծում եմ, որ այն հարցերը, ինչը որ այսօր մեր շրջանակներում հասարակության անդադ քննարկվում են, դիալոգներ ես լսում, ես դեսի քաղաքական հարցա, դեսի sense դեյնի նենց, այդ հարցերի վերաբերյալ ես չեմ կարծում, որ մենք անգամ եթե քաղաքական ինչ-որ հետագայում ունենանք հնարավորություն կտես քաղաքական մեծ խաղեր անելու կամ խաղակարգ ունենալու, անգամ այդ ժամանակ մենք չենք կարող չդիտարկել բարոյական մասը, որովհետև մեր անկախ ապրելու, մեր ազատ ապրելու տենչանքը ու ազնիվ մղումը դա մեր ներսից է ու բարոյական իմաստով է ու այն տարածաշրջանը, որտեղ որ մենք ենք ապրում կամ ապրել ենք կամ հետո ենք ապրելու, օրինակ Արցախում, դա հենց մեր այդ անկախ, ազատ, ազնիվ մղումն է մարդու ու ստեղծարար ուժը, այնտեղ մեր սրբություններն են, անհերքելի է այդ ամեն ինչու, անքննելի եկեղեցիների իմաստով որպես սրբություն, մեր մշակութային ժառանգությունը, մեր տները, մեր գերեզմանները, որոնք դեռ մնացել են ու դրանք սրբություններ են ու բարոյական խնդիրներ են, այսինքն դրանց տալ քաղաքական իմաստ, հա, հետագայում որ շատ մենք մեծանանք այն իմաստով, որ կարիք չի լինի այս տեսակ հարցերը քննարկել, որ օրինակ մեր անկախ մղումն է ճնշվել կամ մեր եկեղեցիներն են այս պահին ոչնչացման եզրին կամ վանդալիզմի ենթարկվում, այդ ժամանակ կարելի է ինչ-որ ձև քննարկել, բայց հիմա մենք իրավունք չունենք այդ հարցերին այլ կոնտեքստ տալու։ Արդեն ռազմական գործողություններին ներգրավվելը ձեր մոտ որ օրերից սկսեց ու ինչ խնդիրներ եք կատարել հիմնականում։ Սկսեց ամսի 30-ից, սեպտեմբերի 30-ից, Որ կետից, որտեղից սկսեցիք ու Արալեռում էինք, արդեն Արալեռի զորամասի տարածքում ուսումնական դիրքեր կային, տեղից էինք մարտնչում։ Խնդիրները եղել են հիմնականում հրետանու հետ կապված խնդիրներ, այսինքն նշանակետեր, տանկային շարասյուն, հետևակ, որ պիտի պատրաստվեր հարձակվելու մեր զորքի վրա։ Այդ տեսակ խնդիրներ են կատարել։ Ինչ ինտենսիվությամբ եք կրակում։ Այս անդադար կրակում էր ջոկը։ Ինտենսիվությունը, քանի որ շատ մեծ հարձակում էր ու որ կողմից է Արալեռը ո՞ր մասն է։ Արալեռը գտնվում է Ջաբրայիլի ու Հադրութի արանքում, մի քիչ առաջ դեպի Հորադիզի հատված։ Իսկ ինտենսիվության իմաստով, քանի որ հարձակումը շատ ուժեղ հարձակում էր, այսինքն թե իրենց հրետանիներ աշխատում, թե ավիացիան, թե անօդաչու թռչող սարքերը, տպավորություն էր, որ մենք կրակում ենք ինչքան հասցնենք, այսինքն եթե մի հատ էլ անգամ ավելի էր կրակում, դա ավելի լավ էր, էլի։ Այդ բանով է եղել։ Խոցումներից ինչ կասես։ Ինչ կորուստներ եք պատճառում թշնամուն։ Խոցումներից այն փաստը, որ հիմա ունենք պարտվել ենք, դա երբ որ բացենք, հա, կտեսնենք այնտեղ ինչքան հերոսական դրվագներ կան, նաև այդ պարտության ընթացքում, որ մարդիկ գաղափարական իմաստով դեպի հաղթանակ էին գնում։ Այս պահին երևի ամենաէական նշանակությունը եւս մեկ անգամ ոգեկոչելու այն տղերքին ու փառք տալու, ովքեր որ իրանց կյանքի գնով հասան ու սրբադասվեցին, դա երևի թե չէ, կարծեմ հենց նախախնամություն է ու հենց պատերազմից հետո երբ որ դիտարկում ես պատերազմը, դա միանշանակ աստվածային նախախնամություն է ու աստվածավորոշում դու սրբադասվելու ես, թե չես սրբադասվելու։ Այդտեղ մարդու գնահատականը մարդը շատ փոքր է, որ գնահատական տա ու ամեն ինչ Աստծո կամոք է տեղի ունենում, անգամ այն, որ 44 օր կամ չգիտեմ, դրանից հետո տեղի ունեցած մարտերի մասնակցությունից հետո ին վրա մի քերծվածք չի եղել։
Երևի թե մնացել ենք այլ առաքելություն ունենք ու ունենանք այն գիտակցումը, որ այդ ամեն ինչի միջով անցնելուց հետո պիտի հավատը, հույսը չկորցնենք ու այն ոգևորվածությունը, որը որ հենց սկզբից էր մեզ վրա, այդ փորձենք շարունակել, որովհետև ես հիշում եմ մի դրվագ, որ մենք անցնում էինք Արտաշատի գյուղերի միջով, դե մեքենաների շարասյունը հնարավորինս քողարկված ձևերով էր տեղաշարժվում, մի պապիկ սենց մեծ բանով, արկղով, խաղողը վազում էր մեքենայի հետևից այդ իր տարիքին ու տալիս էր մեզ։ Ես չեմ մտածել կամ չեմ կարծում, որ տենց միտք լինի, օրինակ ինքը տալիս էր, որ մենք գնայինք հետ գայինք, ասենք պապ ջան Արցախը հանձնեցինք։ Պատերազմական ինչ դրվագ է եղել, որը մինչև հիմա, որի մասին դու մինչև հիմա մտածում ես։ Մտածելու շատ առիթներ լինում է, ու դրվագ որպես այդպեսին, որ մնացել է, հիշում եմ մի դրվագ, որ երբ որ գրադկայանքը մենք լիցքավորում էինք, ես կանգնած էի աջ կողմում, իր բանի հետևում հարթակ կա, որի վրա կանգնում ես ու հրթիռը Զապրավկա ես անում։ Հա, զապրավկա ես անում։ Այդ ժամանակ աջ կողմում էի ու սենց ոնց որ կիսած լիներ դեմքս, այս ձախ աչքս տեսնում էր այդ հրթիռի հետևի մասը, այս աչով դմդմփոցներ էր ու ուղղաթիռը ավիացիոն արձակում էր, էլի։ Մի հատ չգիտեմ ինչ էր կատարվում այդ ժամանակ, բայց հասկացա, որ այդ ժամանակ հենց այդ պայքար ասվածը շատ շոշափելի է, որովհետև դու հրթիռը ուղարկում ես, որ հետագայում կրակեն իրանց վրա, իրանք ավիացիայով գալիս են քո վրա, այդտեղ այսինքն պայքար է ու հաղթելու է, ով որ ավելի արագ է կողմնորոշվում։ Օրինակ, արագ կամ ավելի ուժեղ, չգիտեմ, կամ ավելի խելացի, մեզ պետք է նաև վերանայենք այդ հարցերը, ինչքան էլ հա մենք ուժեղ ենք, ինչքան էլ մենք ավելի խելացի ենք, բայց փաստի հետ հաշվի նստելը չեն կարող չնստել ու պիտի հետևություններ անենք, թե ինչից էր այդ ամեն ինչը, որ տեղի ունեցավ։ Չէ՞ որ մենք տարածաշրջանում հաղթող բանակ էինք, տարածաշրջանում ամենաուժեղ բանակներից էինք համարվում ու այն մեծ ջանքն ու եռանդը, այն քրտինքն ու արյունը, ովքեր որ խառնեցին այդ գաղափարների հետ ու մեզ որպես անկախության սերունդ ժառանգեցին, այդ ամեն ինչը կարծես թե այտենց զուր չէր կարա զուր գնար, համենայն դեպս պիտի հետևություններ անենք, թե ինչ խնդիրներ էր, որ չկարողացանք լուծել։ Ինչ պայմաններով ձեր մոտ ավարտվեց պատերազմը, ինչ կորուստներ ունեցաք զոհերի առումով։ Զոհերի առումով, որը որ ամենասթափեցնողն է, այդ հենց եղել է առաջի օրը, որ մտել ենք մարտական գործողության մեջ, այդ ժամանակ 2 զոհ տվեցինք, Անձամբ ճանաչում եք։ Ահա, անձամբ ճանաչում էինք, շփվում էինք, մեկը հրամանատարական կազմից էր, մյուսը մեր զինվոր ընկերներ ու շատ սթափեցնող էր այն փաստը, որ մարդը մահանում է ու զոհվում է, դրանք ինչքան էլ մենք անդադ ոգեկոչենք, որ զոհվեց ու հանուն հայրենիքի ու սրբադասվեց, բայց կա մի հատ ներքուստ ընկալում, որ մարդը մահանում է, այդտեղ դիսոնանս է առաջանում ու պիտի այնքան սառը դատողություն ունենաս, որ կարողանաս այդ իրավիճակից դուրս գաս։ Անկախ նրանից ինքը ու ես կարծում եմ, որ առհասարակ զոհվելու մասին լուրը, օրինակ քեզ կհասնի կամ դու տեղում կլինես, եթե սիրտդ մեծ է, եթե հոգով զգում ես այդ ամեն ինչը, միանշանակ ազդեցությունը նույնն է լինելու։ Որ դիրքում եք այդ ժամանակ, որ նոյեմբերի 9-ից հետո կանգնեց պատերազմը։ Այդ ժամանակ արդեն ներքին Խնձորեսկի հատվածում էինք, նահանջել եք դեպի Հայաստանի սահման, որը Կուբատլուի հատվածում էր, էլի, այդտեղ բան կար, անցագետ կար, որ Հայաստանը բաժանում էր կամ միանում էր երևի Արցախին, Կուբատլուի հատվածն էր, վերջում այդտեղ ենք եղել ու ես հիշում եմ, որ այդ նոյեմբերի 9-ի լուրը նախ իրանք թշնամին ոգևորված էր, դե իրանք որպես սայլուտա
լուսացրող Մեր պատրոններով։ մոտ գիշերներ այդ ամեն ինչը կատարվում։ Հա, գիշերը հենց լուսացրող Խոշոր պատրոններով, տրամաչափի դրամաչափով ամեն ինչով իրանք դե ոգևորության մեջ էին, բայց մեր վիճակը շատ վատ էր։ մթության մեջ նույնիսկ իրանց կոչերն էինք ճիշտ է, դե չէինք հասկանում, բայց դե մոտավորապես կարող էր պատկերացնել էլ ինչ են ասում։ Դա շատ վատ էր, անգամ վերհիշելուց կամ նորից վերապրելուց, այդտեղ միայն այդ պարտության, այսինքն այդտեղ մի հատ կետում էր հատվում, այդ կետը դա քո երազանքները, քո նպատակները, երբ որ դու ամեն անգամ սպասում ես, թե քեզ պիտի հրաման տան առաջ գնալու, հետ գնալու այն դիրքը, որտեղ որ մարդիկ իրենց արյունը թողեցին, իրենց կյանքը տվեցին ու բախվում ես իրականության հետ, հենց այդ կետն է, որտեղ որ կատվածահար անում քո հուզական աշխարհը, քո գիտակցական աշխարհը ու դրանից հետո արդեն հետ վերադառնալ նորմալ վիճակ մի քիչ դժվար էր, բայց այն միտքը, որ մարդուն ինչ որ չի սպանում ավելի ուժեղ է դարձնում, երևի այդ է աշխատում մեր մոտ, չգիտեմ, այտենց փորձեմ մեկնաբանել, որ հասկանում ես, այդքանով չավարտվեց ու չպիտի այդքանով ավարտվի ու դա չպիտի լինի անպագորգոր խոսքեր, այլ ուղիղ գործի մասին լինի, որ նոր խոսած դրա մասին։ Այսինքն էությունը լինի նոր դրան ձև տաս։ Մենք այսօր շատ ենք հանդիպում այդ տեսակ հարցերին, ու առհասարակ իմ մոտ կարծիքա ձևավորվել, անկախ մարդու իր ծանր կշիռից, ինձ թվում է, որ երկու բառ նժդեհից խոսա, ամբողջ հասարակությունը ընդունելու է որպես հայրենասեր տղա։ Քո բնակության վայրով պայմանավորված մասնակցել ես նաև 2022 թվականի ռազմական գործողություններին, այդ ժամանակ ինչպիսին էր տպավորությունները, արդեն մեկ անգամ պատերազմի միջով քայլած մարդ որպես ու զինվորների կողքին ինչպես էր քո մասնակցությունը։ Հարցիդ երկու ձևով պատասխանեմ, մի հատ առաջի մասին անդրադառնամ, բնակության վայրը որ շեշտվեց, ուզում եմ այդ գաղափարը մի հատ մեր մեջ հասկանանք, այսինքն այդտեղ անհրաժեշտությունը ինչն է, որ հասկանանք, որ անկախ նրանից դու Վարդենիսցի ես, Երևանցի ես, Տավուշից ես, չգիտեմ, Լիբանանահայ ես կամ Ամերիկահայ, հայրենիքը մեկն է, գաղափարը մեկն է ու դա Արցախում էլ է նույն ձև, Տավուշում էլ, Վարդենիսում էլ, բայց թե ինչպես համընկնեցին բնակության վայրին, ես Վարդենիսցի եմ ու Վարդենիսի վրա արդեն հարձակումը 21 թվից էր սկսել, 21 թվի մայիսից արդեն ես անգամ հիշում եմ դրվագներ, որ 44 օրյայի ժամանակ, երբ որ ես խոսում էի մեր տնեցիքի հետ, ասենց ասեմ, ընտանիքի հետ, այդ ժամանակ անգամ մեր մոտ անօթաչուներ էին խփել, մեր մոտ ձայները լսում էր մենք էլ անձամբ հետևել ենք, որովհետև ուզում էին Հայաստանից եկող այդ ճանապարհը կտրեին ու սնուցվող այդ միակ տեղն էր, որ Քարվաճառի զորքին, Մարտակերտին կարողանում էր արագ ապահովումները իրականացնել։ Կգցեր մարդունակությունը։ Իսկ 22 թվականին հանդես եմ եկել, այսպես ասած, որպես պիխոտի զինվոր, ոչ թե իմ մասնագիտությամբ, որը որ 44 օրյային էր, որպես պիխոտ եմ հանդես ենք եկել մենք մեր ընկերներով, գյուղի տղերքով, մեր հորեղբոր առաջնորդությամբ ու դա մի քիչ այլ միջավայրում մթնոլորտ էր, կռիվն էլ շատ տարբեր էր։ 3 օր էլ եղել ես, այդ 3 օր չէ տևած։ Հա, ամսի 15 չէ, շատ ենք մնացել, 3 օր չէ, ավելի շատ ենք մնացել։ Ունդեղ նոր դիրք ենք մենք փորել, սարքել ու ունդեղ մենք մեր մանկության ընկերոջը թողեցինք, այսպես ասած, այդ ամենադաժանն էր ու ամենահերոսականն էր, որը որ շատ վառ օրինակ է ազգը կրթելու, ազգի մատաղ սերնդին որպես դաստիարակություն հոգեբանական նկարագրի վրա։
ընկերս վաշտի հրամանատարն էր ու իրենց ամբողջ վաշտով իրենք ոչ մեկը ոչ փախավ, ոչ հետնահանջ արեց ու անգամ այն հրամաներին, որոնք որ դրան էր վերաբերվում հետնահանջի, իրենք շատ ուրիշ ձև վերաբերվեցին, շատ շատերի նման չվերաբերվեցին ու իրենց կյանքը տվեցին, անգամ կա ձայնագրությունները, երբ որ թուրքերը հարձակվում ու հասնում են, մտնում են մեր դիրքը, մեր տղերքից մեկը ռացիայով կապա տալիս, ասում է հրետանի խփեք հենց իմ դիրքի վրա, որովհետև ես էլ հեսա 2 րոպեից չեմ լինելու ու թուրքը լցվելու է դիրքը։ Այսինքն այդ մաքսիմալ ինքնազոհության, սիրո դրսևորման, սիրո ամենաբարձրագույն հայրենասիրության դրսևորման ձևը հենց հանձնազոհությունն է։ Դա այդ ֆոնի վրա ինչ կուզենաս առանձնացնել, որ ուղղես հենց գալիք սերնդին, հետագային մարդկանց, ովքեր պետք է այլի ծառայության մեկնեն։ Չգիտեմ, ճակատագրի բերումով էլի կհայտնվեն ինչ-որ իրավիճակներում մարտական։ Հենց ամենահետաքրքիր բանը տեղա կայանում, որ ինչքան էլ մենք այսօր փորձենք հաջորդ գալիք սերնդի վրա ազդեցություն ունենալ մեր պատմություններով, այսպես ասած, չգիտես վաղը ինչա լինելու, այսինքն այն մարդը, ով որ մաքսիմալ իրենից չէ սպասի ինչ որ վատ արարք, որը կթուլացնի կամ ինչ որ ձև կվնասի հայրենիքին կամ առասարակ այդ գաղափարին, բայց տեսնում ես, որ այդ մարդը անում է այդ տեսակ բան ու այն մարդը ումից որ չես պատկերացնի, որ ինքը անգամ կյանքի գնով կպաշտպանի հայրենիքը, ստացվում է, որ ինքը այդ մարդն է լինում։ Այստեղ մի քիչ դժվար է դրա մասին բաներ ասել ու թե վաղը ինչ կլինի, ամենայն դեպս մենք որպես պարտք մեզանից փոխանցվող որ պիտի անենք, դա այն գաղափարները, որոնք որ ոչ թե մենք ստեղծեցինք, այլ մենք դաստիարակվեցինք ու պահպանեցինք մեր մեծերից եկած գաղափարները, դրանք մենք փոխանցող լինենք, շատ կոպիտ կարողան չի կրիչ լինենք, որ պիտի հաջորդ սերունդը մեզ բացի ու նայի, թե ոնց պիտի լինի ժառանգի են ամեն ինչը, ինչը մենք ստացել ենք։ Ոնց է եղել միանշանակ ու մեջբերենք Նժդեի խոսքը, որ ասում է, եթե քո պապերի ճանապարհով չես գնում, ուրեմն սխալ ես գնում։ Այսօր շատ արդիական է ու ցավոք սրտի երեկել էր արդիական, էլի ցավոք սրտի հնարավոր է վաղն էլ արդիական լինի, որովհետև մենք նաև այլ խնդիր ունենք, օրինակ պատերազմին չմասնակցողները ինչ-ինչ հարցերով կամ ինչ-ինչ պատճառներով, օրինակ տնից 3 տղամարդ չի մասնակցում պատերազմին։ Դրանք մի քիչ այլ խնդիրներ են, կարծում եմ, որ ովքեր որ չպետք է մասնակցեն, ուրեմն իրենց առաքելությունը չպետք է մասնակցելն է, որովհետև տանես կամ առասարակ իրենց ներգրավվածությունը շատ հնարավոր է խանգարի։ Դե միշտ էլ տենց է պատերազմներին կամ տենց օրհասական պահերին հասարակության փոքր հատվածն է ոտքի կանգնում, միավորվում այդ գաղափարի շուրջ, բայց ինչպես Արցախյան առաջին պատերազմը ցույց տվեց, այդ միասնականությունը կարող է ապահովել հաղթանակ։ Միանշանակ ու մեկ էլ մի բանի եմ հանգել, որ պիտի անկեղծ լինի ամեն ինչ, երբ որ բոլորը միասին լինեն, մաքսիմալ պիտի դա անկեղծության ֆոնի վրա լինի ու որպիսի մարդիկ չունենան կախվելու այն թեզերից, որ օրինակ է, ծախած պատերազմը կամ չգիտեմ, մեկը գնալու ես մեռնես, օրինակ էլի, այս տեսակ խոսակցությունների ձեռս մնալու համար պիտի մաքսիմալ անկեղծություն լինի ու երբ որ անկեղծ է լինում, կարծում եմ ամեն մեկն էլ զգում է ու ինքն է ուզում առաջամարտիկը լինել այդ տեսակ հարցերում։ Ուստի այսօր ճշմարտություններ կա էլի, որ մեզ փոխանցվել են, մեկ էլ կան այդ ճշմարտանման ստերը, որոնք որ աչից ձախից մեր ժողովրդին ավելի է կեղեքում, ավելի է խեղճացնում ու քաոսային իրավիճակ է ստեղծում։ Քաոսային իրավիճակում անգամ սրբերին սկսում են մարդիկ ինչ-որ բաներ ասել, հերոսներին փորձում են ինչ-որ այլ ձևով վերաբերվել։ Դրա համար, որպեսզի քաոսային իրավիճակում չհայտնվեն,
իմ, այսպես ասած, զգացածը կամ իմ անցած ճանապարհը այդ խնդրին բախվելուց, երբ որ խճճում են քո մտքում ամեն ինչ, դրանից զերծ մնալու, դրանից հեռու մնալու ամենալավագույն միջոցը դա այն մեր առանցքային գաղափարներից մաքսիմալ կարճած լինելն է ու հնարավորինս տարածելը։ Շատ տարածելու արդյունքում այսօր մեր հասարակության մեջ շատ անտարբերություն ենք տեսնում կամ հարցին այլ ձև վերաբերմունք ենք տեսնում։ Մենք ես չեմ կարծում, որ ընկճվածություն ավելի 15-20 տարի առաջ օրինակ մեր հասարակությունը, այս տեսակ էր մտածում։ Չէ՞ որ այն ժամանակ էլ օրինակ Արևմտյան Հայաստանի խնդիրը կար, չէ՞ որ Նախիջևանի խնդիրը կար, Շահումյանի շրջանի փախստականներին ունեինք, ովքեր որ հաստատվել էին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն պետք չի միանգամից երբ որ մի բան եղավ ու տեղից դիտարկել, երբ որ մի քիչ մեծացնում ես ու տարիների հեռվից ես նայում, դրանք արդեն հասկանում ես, որ նաև խնդիրներ էին, բայց ինչի՞ այդ ժամանակ հասարակությունը այս հոգեբանությունը չուներ, այսքան անտարբերություն ու այսքան ընկճվածություն։ Հա, դրանք մտածումներ են կամ հարցեր են, որոնք որ բարձրաձայնում ենք, ինձ թվում է դրանց պատասխանը ժամանակը կտա, բայց թե այդ ժամանակի մեջ մենք ինչ դիրքում պիտի լինենք կամ ինչ դիրքում ենք ուզում լինել, դա մեզանից է արդեն կախված։ Շնորհակալություն մեզ այսօր հետևելու համար եւ վերջում կուզենայի մեջ բերել Աստվածաշնչի առակած գրքից մի հատված՝ մի տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։ Առակաց 23:28